Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը սկսվեց նոյեմբերի 4-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայրտաճարում համատեղ աղոթքով։ Եզրասրբազանի հանդիսապետությամբ կատարվեց նաև հայրապետական մաղթանք Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-ամյակի առիթով։ Սրբազան հայրը բարեմաղթանքի խոսք ասաց, աղոթքով հայցելով, որ Բարձրյալ Տերը երկար եւ քաջառող տարիներ պարգևի վեհափար հայրապետին եւ զորակից լինի հայոց Սուրբ եկեղեցուն։ Երրորդյա ժողովի ընթացքում քննարկվեցին հոգևոր եւ կրթական գործունեության, ինչպես նաեւ եկեղեցապատկան տարածքների վերադարձի հետ առնչվող ներթեմական հարցեր։ Եզրասրբազանը ժողովականներին տեղեկացրեց, որ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները թեմին են վերադարձրել Դոնի Ռոստովում գտնվող երբեմնի եկեղեցապատկան հոգևոր կրթական հաստատության պատմական շենքը, որն ունի 4000 քառակուսի մետր տարածք։ Նորոգությունից հետո այն կծառայի որպես կրթական հաստատություն Դոնի Ռոստովի հայերի համար։ Ժողովականները խոր մտահոգությամբ անդրադարձան մայր հայրենիքում եկեղեցու դեմ օրեցօր սաստկացող արշավին, ապօրինի ճնշումներին։ Տագնապներով լեցուն այս օրերին ամենակարևոր ազգային միասնականության ուխտի վերակերտումն է, հավաքական ուխտի, համախումբ լինելու, միատեղ եւ միասիրտ լինելու, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, հայոց հայրապետին զորավիք, ամբողջական պահելով մեր եկեղեցու անսասանությունը եւ միասնությունը։ Ժողովի ավարտին հոգևորականները հանդես եկան ընդհանուր հայտարարությամբ, դատապարտելի համարելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական, աստվածամարդ, եկեղեցազավթ հակաեկեղեցական ընթացքը, շինծու մեղադրանքներով հոգևորականների կալանավորումը եւ միտումնավոր վարկաբեկումը, մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։